Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԿՎ միավորման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Ելի Ռոզաննա, շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, այսօրվա թոփ թեմայի, բայց ձեր մասով թոփ թեմային անդրադառնանք, այսօր հայտարարեց, որ ՀԱԿՎ միասնության թևերի հետ միացել է եւ ընտրություններին համատեղ է մասնակցելու։ Նախ առաջի հարցը, որ ծագում է, ձեր հայտարարությունից ենթադրում է, որ դուք միասնական մեկ ցուցակով եք գնալու։ Այո, բնականաբար։ Այսինքն դաշինք չի, ենթադրվում է մեկ ցուցակ, որը ըստ էության կուսակցությամբ է նշանակում մասնակցել։ Հա, այդ նկատի ունեք, ամեն ինչ տանում է դեպի դրան, այո, մեկ միավորի շրջանակներում, մեկ միասնական ցուցակով գնալ խորհրդարանական ընտրություններին։ Եվ տրամաբանական հարց ինչու ընտրվեց միասնության թևերի հետ, որն էր պատճառը։ Կա օրինակ իմ անդիմադիր դաշտում մի քանի այլ ուժեր, ինչու հենց նրանց հետ։ Մենք այդ մասին քանիցս առիթներ ունեցել ենք հայտարարելու, ասելու, որ գիտեք, եկեք սկսեմ հետևյալից, որ գործող վարչախմբի հետ համեմատության ոչ մի եզր չեմ կարող տանել ընդդիմության, հատկապես ընդդիմության բոլոր ներկայացուցիչների միջև։ Մի կողմից գործող իշխանություն, մի կողմից ընդդիմադիր ցանկացած ուժ համեմատության եզրեր չկա իհարկե, բայց այդքանով հանդերձել ընդդիմադիր դաշտը միանշանակ դիրքավորում չունի եւ միանշանակ մեզ համահունչ գաղափարներ, կողմնորոշումներ եւ այլն, կախված նրանից, որ այդ ուժի մեջ ենք մենք տեսել, միասնության թևերի մեջ ենք առաջնահերթ տեսել, միակը չեն իրենք։ Հայակենտրոն դիրքորոշում, ոչ դեպի հյուսիս ուղղվածություն, ոչ դեպի հարավ ուղղվածություն, ոչ դեպի արևմուտք ուղղվածություն, այո, ավելի շատ դեպի Հայաստան, առաջնահերթ համարելով հենց մեր շահերի առաջ մղումը, սա կարևոր հանգամանք։ Երկրորդ այն հանգամանքը, որ այս իդեմս այս ուժի մենք տեսնում ենք նաև անձանց, մարդկանց, որովհետև միայն գաղափարները չէ, նաև անձինք են, ինչ հետագիծ ունեն, ինչ ուղի են անցել, ինչ հաջողություններ ունեն, թաթախված են, թե թաթախված չեն արատավոր բաների մեջ, բնականաբար թաթախված չեն, կոռուպցիոն սխեմաների մեջ չեն բանարել, հա, եղել մարդիկ, ինչպես եւ մենք մեր ուժի հետ պարագայում։ Եվ նաև գումարելով այդ ամենին այն հանգամանքը, որ հանրության ընկալումների մեջ մենք իրար հետ ոնց որ սիներգիա ենք տալիս։ Այսինքն մեզ հավանողը, այո, մեզ հավանողը նաև իրենց էլ է հավանում, իրենց հավանողը մեզ էլ է հավանում։ Ներդաշնակվում ենք, այո, ներդաշնակվում ենք եւ նաև հանրության մեջ շատ մեծ սպասում կար, հանրության մի հատվածի մեջ շատ մեծ սպասում կար այդպիսի ուժերի միավորման։ Հիմա բաց եք, պարոն Սողոմոնյան, նոր ուժերի։ Այո։ Եվ կան արդյոք բանակցություններ որևէ ուժի հետ, թե կան խոսակցություններ, կան ընդհանուր առմամբ, բայց պետք է ձեզ խնդրեմ, որ չհարցնեք, թե որ ուժերի մասին է խոսքը, որովհետև խորհրդապահական բան գոյություն ունի, այս պահի դրությամբ, այսինքն մենք ասել ենք, որ շարունակում ենք բաց մնալ, այն մինչև միասնության թևերի մասին ասել, այսինքն մենք ոչ միայն միասնության թևեր, այլ նաև այլ ուժեր էլ կային, որոնց մասին մենք ասել ենք մեր մամուլի ասուլիսում, որ բանակցում ենք, այսինքն բանակցում ենք ասած, այդ դռները փակված չեն եւ խոսակցությունները, բաները այդպես կան եւ սիրով սպասում ենք համապատասխան։ Այսինքն լայն ամեն դեպքում կոնսոլիդացիայի կողմնակից եք, եթե ուժեր կլինեն միասնության թևերին էլ այո, օրինակ ասենք շանտ կուսակցությունների արդեն կար իրենց միավորումը, այո, երիտասարդական նախաձեռնություններ եւս այնտեղ ավելացել են եւ այդպես այդ process-ը շատ նորմալ ընթանում է եւ հանրության մեջ սա իսկապես սպասելիք էր, շատ կարեւոր սպասելիք էր, որովհետեւ այնպիսի տեսակի ուժ էր, որը որ ինքը առանձնահատուկ էր, բացարձակ չցանկանալով ընդդիմադիր մեր մյուս գործընկեր կամ մրցակից ուժերին ինչ-որ որևիցե բան անել, ինչ-որ թերագնահատել կամ թիրախավորել, չցանկանալով բացարձակ եւ միտք չունենալով, այդուհանդերձ այս միավորումը ինքը տարբերվող միավորում է,
եւ արտաքին իր նաեւ ներկայանալիությամբ եւ հաջողությունների պատմությամբ եւ պրոֆեսիոնալիզմով նաեւ եւ անցած ճանապարհով եւ գաղափարներով, հայացքներով, աշխատունակությամբ, աշխատասիրությամբ, եռանդունությամբ, օրակարգեր գեներացնելու կարողությամբ։ Տեսեք, դուք ասում եք չի ասոցացվելու այս ուժը որևէ մեկի հետ, բայց պարոն Սողոմոնյան, իշխանությունը մշտապես, օրինակ պարոն Թաթոյանի հետ կապված, ասոցացնում է նրանց երրորդ նախագահի հետ։ Սա ինչ որ ձևով ձեզ կաշկանդում է, սա կարող է ինչ որ ձևով խանգարի նաև ընտրապայքարին։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, չի կաշկանդում, որովհետև ես բան չանեմ, էլի, չսկսեմ հիմա արդարացնել, թե ինչու օրինակ Արման Թաթոյանը չի դեպիսի խնդիր մենք չենք տեսնում։ Մեզ էլ ասում են, ինչը ասում են Ռուսաստանի ռուսաստրուկ են ասում մեզ, չգիտեմ, առավոտը Քոչարյանի հետ են ասոցացնում, երեկոյան Սերժ Սարգսյանի հետ են ասոցացնում, նույնիսկ ուրիշ ուժերի հետ էլ ամեն ինչ էլ կարող են ասել։ Բնականաբար հատկապես իշխանական կենտրոններից իրենց համար կա այդպիսի ռազմավարություն մի հատ շատ տեխնոլոգիա կա ավելի ճիշտ ոչ թե ռազմավարություն, որ իրենք շատ դիսկոմֆորտ վիճակի մեջ են հիմա, որ նոր մաքուր գործունակ ուժեր են գալիս են եւ միավորվում են եւ իրենց համար խնդրեմ են ստեղծելու էլեկտորալ առումով, իրենք պետք է աշխատեն պիտակներ կպցնել, ցեխ շպրտել, ցեխ շպրտելու լավագույն բաներից մեկը մի քանի ոնց որ ցեխ շպրտելու թեմա կա։ Նախկինների հետ ասոցիացիա, նախկիններ, Թալան եւ այլն, ռուսներ, ռուսաստրուկներ, այս բանն է, ծիծաղելի էլի պարզապես է, լուրջ չէ։ Դեն հանրությունն էլ է տեսնում, որ իսկապես դա լուրջ չէ։ Այս ամբողջ ընթացքում համենայն դեպս մենք կոնկրետ Թաթոյանենք մի փոքր ավելի ուշ են հայտ, քաղաքական հայտ ներկայացնել անմիջապես ընտրություններին մասնակցելու տեսանկյունից, այսինքն քաղաքականություն մտել։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք մտել, այս կոնկրետ այս իշխանություններին փոխելու ուղղությամբ պայքարը տարել։ Այս տարիները ցույց տվեցին, էլի, ինձ թվում է 5 տարին բավական է ցույց տալու համար մեր անկախությունն էլ, մեր անցած ուղին էլ, մեր խոսքի ու գործի նմանությունն էլ։ Այնպես որ անկեղծ ասած, ուղղակի ծիծաղս է գալիս այդպիսի պիտակումների վրա։ Բայց իշխանությունը այս պահին ամենաշատը անհանգստացած է ընդդիմադիրների կոնսոլիդացիայից։ Ըստ էության հետընտրական զարգացումների մասին է խոսքը։ Նախ դուք այդ հավանականությունը տեսնում եք հետընտրական կոալիցիաների ձևավորումը եւ արդյոք պատրաստ եք այդ դեպքում ձևավորել կոալիցիա, երբ որ ձեզանից ավելի բարձր քվեներ հավաքեն մյուս ուժերը եւ ձեր կարծիքով ինչու է իշխանությունը վախենում այսպես կոչված ընդհանրական ըստ էության դա ընդդիմադիրների միավորման մասին ձևակերպում է Գյումրի երկու տարբերակից։ Այս ընտրությունները հասկանալի է, որ պարզ քաղաքական ընտրություններ չեն։ Այս ընտրությունները ընտրություն են տեսակ ունենալու եւ չունենալու միջև։ Կամ այս ընտրություններից հետո մենք կունենանք հնարավորություն անկախ պետականությունը պահպանել եւ մեր ազգային ինքնության պահպանման համար քայլեր իրականացնել, կամ մենք շատ արագ քայլերով կկորցնենք մեր դիմագիծը, մեզ կպարտադրեն կորցնել մեր դիմագիծը եւ կդառնանք վասալ, Թուրքիայի վասալ։ Դրա համար այս ընտրությունները կարևոր ջրբաժան են հանդիսանում։ Իսկ դա նշանակում է հետեւյալը, որ ցանկացած ֆորմատ, որը կենթադրի այս իշխանությունների տապալում, այս իշխանությունների հեռացում, տապալումը ասածը հեռացում ընտրությունների միջոցով, մենք դրանում կանք։ Այսինքն առաջնահերթ նպատակը սա է։ Ես հիմա չմանրանամ, շատ չբացեմ, ով մեզ համար նախընտրելի, ով մեզ համար ոչ նախընտրելի։ Մենք հավակնում ենք ամենայն դեպս, եկեք թող մի քիչ էլ անցնի, մի քիչ էլ մի որոշ ժամանակ, այսօր ենք մենք հայտարարել մեր միավորման մասին։ Մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այս միավորումը լավ էֆեկտ է տալու եւ մենք ավելի ողջևորված կրկնապատկելու ենք նաև մեր ջանքերը եւ մենք ակնկալում ենք նաև հանրային շատ գործիչների աջակցությունը, որովհետեւ այդպիսի խոստումներ եղել են եւ ես ուզում եմ առիթն օգտագործելով հիշեցնեմ այդ խոստումների մասին, որ մեզ ասում էին, որ միավորվեք, որպեսզի մենք էլ ձեզ աջակցենք։
Եթե չմիավորվեք, մենք ձեզ չենք աջակցելու։ Հիմա մենք ասում ենք, որ միավորվել ենք, այո, մենք մեր քայլը արել ենք եւ սպասում ենք այդ աջակցությունների եւ պարտադիր չէ, որ պետք է մենք մտածենք միշտ, հա, քանի որ, չգիտեմ, 4-րդ բլոկն ենք, հա, ձևավորվում այսպես լուրջ ընդդիմադիր բլոկներից, որպես ուրեմն մենք պարտադիր ինչ որ պետք է լինենք մեր ձայնը տվողի դերում։ Կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն, եթե այնպես ենք կարողանում ենք հասնել նրան, որ այս իշխանություններին հեռացնենք, կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, ցանկացած պահի, եթե ձեր ձայնը կօգնի Նիկոլ Փաշինյանի հեռացման, դուք պատրաստ եք այդ քայլին գնալ։ Իհարկե, միանշանակ։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Անկախ թե ընդդիմադիր որ թեկնածուն է առաջին չի կարող լինել այլ տարբերակ։ Եթե մեր ձայնը այո կօգնի, թե եթե մեր ուժը լինի պատասխանատվության միակ կրողը, թե պատասխանատվության մասնակի կրողը, թե պատասխանատվության չկրողը, բայց ցանկացած բան, բայց կարևորը առաջնահերթ ամենակարևորը, որպեսզի մենք չկործանվենք, բայց այդքանով հանդերձ դա չի նշանակում, որ դա է մեր միակ նպատակը, մեր միակ նպատակը դա չէ։ Մեր ամենաառաջ, եթե չհեռացնենք իրեն, մենք չենք կարող մեր մյուս նպատակներն իրագործել։ Բայց մենք ունենք շատ լավ ծրագրեր, շատ իրատեսական, մտածված, պրոֆեսիոնալների հետ, նաև մենք էլ ենք իհարկե ոլորտներում պրոֆեսիոնալներ, բայց նաև այլ գործընկերների հետ քննարկված, մշակված ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը պետք է կյանքի կոչենք եւ դրա համար մենք գալիս ենք նրա համար, որպեսզի այդ ծրագրերը նաև կյանքի կոչենք։ Միայն չենք գալիս այս իշխանություններին հեռացնելու համար, թեև ամենակարևոր, ամենաառաջնահերթը հեռացնելն է, որովհետեւ եթե չհեռացրեցինք, չենք կարող ծրագիրը կյանքի կոչել։ Իսկ ինչու է իշխանությունը անհանգստացած։ Ինչն է նրան խանգարում, այսինքն ինչ տվյալներ կան գուցե նրանց ձեռքի տակ սոցիոլոգիական, ինչու են նրանց վախեցնում ընդդիմադիրների համախմբումը։ Ինչ են տեսնում դրա տակ նրանք։ Որովհետև նրանք տեսնում են դեռևս տոկոսներով չասեմ, բայց բավական մեծ ընտրազանգված, որը հենց նույն ձեր ասած սոցիոլոգիական հարցումներին ի պատասխան ասում է կամ չեմ գալու ընտրատեղամաս, կամ դեռ չեմ կողմնորոշվել, այսինքն դեռևս չկողմնորոշված ընտրազանգված գոյություն ունի եւ այդ ընտրազանգվածն էլ երբ որ սկսում ենք ուսումնասիրել, օրինակ ֆոկուս խմբային հարցումներով, շատերի չգալը պայմանավորված է նրանով, որ եղած ներկապնակի մեջ, ընդդիմադիր քաղաքական ներկապնակի մեջ չեն տեսնում իրենց համար հուսադրող տարբերակ։ Հիմա այս առումով մենք բարձրացնում ենք հավանականությունը շատ, այդ հուսադրող տարբերակներից մեկը լինելու, եւ դա անհանգստություն է, լուրջ անհանգստություն է պատճառում այս իշխանություններին, որովհետեւ իրենք հաստատապես միայնակ չեն կարող իշխանության գալ։ Իրենք պետք է աշխատեն, պառակտել, քանդել, քրեական գործեր հարուցել եւ այլն, սա է լինելու իրենց։ Այսինքն ընդդիմությունը երկու լուրջ խնդիր ունի, ձայները ամեն դեպքում ոչ մի կերպ թույլ չտալ փոշիանա եւ առաջնայինը ապահովել բարձր մասնակցություն։ Այստեղ որն է լինելու ընդդիմության ամենամեծ գործը, ինչպես պետք է հասարակությանը համոզել, որ հենց իր ձայնը կօգնի իշխանափոխությանը։ Ընդդիմության տնային աշխատանքը այդ ինֆորմացիոն բանը ճեղքելն է, էլի բլոկադան ճեղքելն է։ Երբ որ մարդիկ, շատ մարդիկ ինֆորմացիայի 1-2 աղբյուրից են օգտվում, ոմանք ընդհանրապես անտարբեր են դարձել եւ ասում են միևնույն է մեր կյանքում ոչինչ չի փոխվում։ Իսկ այդ մարդկանց հետ խոսելը շատ այնպես չի որ հեշտ է։ Այդ մարդկանց նախ գտնելը, խոսելը մենք չենք կարող, մենք հիմա խոսում ենք եւ մեզ լսում են մարդիկ, բայց այդ մարդկանց թիվը այնքան շատ չէ, որ այսինքն ուրիշ միջոցներ են պետք, ուրիշ մեթոդներ են պետք մարդկանց ճանաչելի դառնալու, մարդկանց ցավերի մասին խոսելու, դարդին դարմանի մեր առաջարկների մասին եւ դրա համար օրինակ մենք 1.5 տասնյակ գրասենյակ այս պահի դրությամբ մենք ունենք եւ խոսում ենք մարդկանց հետ։ Շատ լավ, պարոն Սողոմոնյան, կա արդեն տրամաբանություն, ինչպես պետք է ցուցակները կազմվի, քննարկել եք։ Այդ մասին դեռևս վաղ է, առաջնահերթ է ոնց որ մեր տնային աշխատանք կատարելը, գործերը մեր
սինխրոնացնելը, բաները, դիրքորոշումները ել ավելի այդպես ներհյուսելը, հստակեցնելը եւ աշխատանքի բաժանում կատարելը, առաջնահերթ աշխատանք, հետո մնացած այդպես բաները, որովհետեւ անկեղծ ասած, ում է պետք, եթե մենք պետք է շատ ժամանակ ու էներգիա ու ջանք ծախսենք ցուցակի տեղի վրա, ամբիցիաների վրա, դա այդ լարվածությունները դա բերելու է այդպեսի լարվածություններ ու ավելի զրկելու է մոտիվացիայից, քիչ հաց քչացնելու է մոտիվացիան։ Ես պատասխանատվությամբ այստեղ նստած պատասխանատվությամբ իհարկե ասում եմ, որ իհարկե կարևոր է պատասխանատվություն վերցնելը եւ ես եկել եմ եւ պատասխանատվություն վերցնում եմ, ես զրկանքների մեջով եմ անցել եւ մինչեւ օրս զրկանքների մեջով անցնում եմ որոշակի, որոնք իհարկե անհամեմատելի են իմ այն ընկերների, գործընկերների զրկանքների հետ, ովքեր որ այսօր կալանքի տակ են, ազատազրկված են կամ այլ վիճակներում են։ Պատասխանատվությունը նաեւ ենթադրում է պաշտոն, որոշակի պաշտոնի հանձնառություն եւ շատ նորմալ է, որովհետեւ մենք դա անցալում ենք որպես ծառայություն եւ հենց այդ բառի իմաստը, հենց պաշտոն բառի իմաստը հենց ծառայությունն է։ Մեզ մոտ պարզապես ընկալումն է փոխվել։ Մեզ մոտ ընկալվում է դա որպես այդպես փափուկ բան կյանք, այդպես իշխանական կրքերին հակուրդ տալու միջոց, բայց ոչ, դա իրականում են առաջին հերթին պատասխանատվությունն է եւ ծառայությունն է, որովհետեւ բարոյական մարդու համար բարոյական մարդը այդ պաշտոնի բեռի տակ չի քնում, չի հանգստանում։ Եվ այդ տեսանկյունից շատ ավելի առաջնահերթ է, որ մեր անելիքները ավելի սինխրոնացնենք, սկսենք հունի մեջ ընկնել, այդ մնացած հարցերը հետո ինքնիրեն։ Պարոն Սողոմոնյան, տեսեք, մինչ ընդդիմությունը միավորումներ, դաշինքներ է ստեղծում ընտրություններին մասնակցելու համար, իշխանական դաշտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում եւ այսօր հարության, այսպես ասած, շոկի ենթարկեց իշխանական զույգը, իրենց անձնական հարցները չքննարկենք, բայց ամեն դեպքում, երբ որ այսպեսի քայլ է արվում նախընտրական շրջանում ընտրություններից 3 ամիս առաջ, արդյոք կա ինչ-որ քարոզչական, քաղտեխնոլոգիայի տար այս ամեն ինչում, արդյոք Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգը շատերն ասում են նոր պլան են մշակել։ Ձեր տպավորությամբ ինչու հիմա Աննա Հակոբյանը եւ Փաշինյանը որոշեցին գնալ ամուսնալուծության։ Որովհետև ասելիք չունեն ուրիշ, նորմալ ասելիք չունեն, ժողովրդի դարդին դարման չունեն, դրա համար իրենք պետք է պարզապես օրակարգ իրենցով լցնեն։ Ես շատ հավանական եմ նաև համարում, որ հենց այսօր դա տեղի ունեցավ, այդ հայտարարությունը, որովհետև միգուցե ինչ-որ կերպ ճշտել էին, որ այսօր կոնկրետ մեր Հայաքվեի և Միասնության թևերի միավորման մասին հայտարարություն է լինելու եւ անհրաժեշտ էր դրա էֆեկտը բան անել, այդպես թույլաtsնել դաշտում դաշտ գցել մեկ այլ տեղեկատվություն, որը որ մարդկանց ավելի հեշտ ընկալելի է կամ ավելի այդպես, չասեմ, ավելի հետաքրքիր է գուցե ես չեմ կարող բանել։ Իսկ սա կազդի Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ ռեյտինգի վրա փաստը, այսինքն քվեներ ավելի շատ կապահովի նրա համար, ավելի քիչ կապահովի։ Դե հետո պարզվի, որ այս ձախողումների պատճառը արդեն նախկիններն էլ չէին, Սամվել Կարապետյանն էլ չէր, կաթողիկոսն էլ չէր, այլ Աննա Հակոբյանն էր, գուցե կազդի։ Այս ամբողջ իր տապալումների, ձախողումների, դավաճանությունների եւ այլնի պատճառը, եթե պարզվի, որ հանկարծ արդեն էլ ոչ ռուսներն են, ոչ նախկիններն են, ոչ կաթողիկոսն է, ոչ Սամվել Կարապետյանն է, հիմա հերթը գալու է Աննային է հասնելու էլի գուցե։ Ուղղակի ծիծաղելի է, կներեք էլի, ինչ ասեմ։ Պարզապես ինքն էլ ակնարկեց իր առավոտի տեսանյութում, որ հնարավոր է քրեական գործել իր դեմ։ Այսինքն Փաշինյանն նույնիսկ պատրաստ է զոհել Աննա Հակոբյանին իր քաղաքական նպատակների համար։ Կարմիր գիծ չունեցող մարդը, բարոյական համընդհանուր օրենքը չճանաչող մարդը, խիղճ չունեցող մարդը պատրաստ է ամեն ինչի, որովհետև իշխանությունը իր կյանքի միակ նպատակն է եւ իր գոյության միակ միջոցն է, միակ ընտրությունն։ Նա այնքան է խրվել, նա այնքան է անցել, հատել կարմիր գծերը, որ ինքը ամեն ինչ կանի։ Հանրային օրակարգում մնալու համար, իր մասին խոսելու համար ամեն ինչ բառացիորեն
մեր մտքով ինչ անցնում է, ամեն ինչ կարող է անել։ Կարող է ուղիղ եթերում սափրվել, ամեն ինչ կարող է անել ինքը։ Իսկ այդպիսի իշխանության հետ պայքարելը բարդ չի ընդդիմության համար, եթե ամեն ինչի պատրաստ է, արդյոք նա չի կարող այս անգամ եւս իշխանության տերը դառնալ։ Այսինքն ընդդիմությունը կկարողանա նույնչափ ամեն ինչ անել իշխանություն վերցնելու համար, նա պահում է, իսկ ընդդիմությունը բարդ հարց եք տալիս, իրականում բարդ հարց եք տալիս, բարդ ասելով տեղին հարց եք տալիս, որը որ այո, հենց այս իշխանության ճակերտավոր ուժեղ կողմերից մեկն է դա, որ իրենք պատրաստ են գնալու ամեն ինչի։ Մենք հասկանում ենք, որ սեղանին դրված է շատ կարևոր հանգամանք մեր պետության լինել չլինելը, բայց մեր նման մարդկանց, մեր նման գործիչների իրենք կարմիր գծեր ունեցող են, այսինքն մենք չենք կարող էլի բաներ կան, որ ես չեմ կարող անել։ Ունեք չեմ կարող ես այնքան որ դիտումներ ապահովելու համար ուղիղ եթերում, ասենք, բանջարով ճաշ ուտել կամ չգիտեմ, ինչ որ բաներ անել, ինչ որ իմ ընտանեկան, ասենք, վիճակները բերել հանրային, էնել շատ այդպես գրեհիկ վիճակներով, ասենք, բերել հանել, ասենք, հանրային սեփականություն դարձնել, այնքան որ իմ մասին խոսեն, չի լինում այդպես, չի լինում, որովհետև դա դու չես։ Իսկ ես չեմ կարող ապրել այնպես, որ ես չլինեմ, անկախ նրանից, որ քաղաքականությունը, այո, կամ ինչ որ բաներ է պահանջում, որը որ սովորական ժամանակ չի պահանջում։ Եվ հայրենիքի համար նաև համաձայն եմ, որ պատիվն էլ կարելի է զոհել, բայց երևի այսքանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Ռուզաննա ջան։